Մենք գտնվում ենք մեր աշխատասենյակներում Արարատ թենիսի ակումբում 10:30-ի մոտերքում, ուրեմն ներկայացան 2 հոգի քննչական վարչություն եւ հետեւի 4-5 ոստիկաններ, ասացին, որ որոշում ունեն Արարատ թենիսի ակումբի տարածքը պլոմբեն։ Եվ տվեցին ժամանակ, որ ինչ ունեք հավաքեք, դուս է գալի, պետք է պլոմբենք բոլորը։ Դուս կեսին գործողությունները այն հարցին, թե ինչի իման վրա, կորտերը պետությանը գումարապարկ, ինչ-որ 65 միլիոն տես թիվ ասեցին, դե համար կորտերը մենք փակում ենք։ Մեր հարցին, որ ստե մոտ 200 երեխա է զբաղվում, հիմա առավել ևս ամռանը կրկնապատկում է այդ թիվը։ Արձակուրդներ են, մարդիկ կան, որ 2-3 ամսով են գալիս զբաղվեն։ Բացի դա մեր մոտ շաբաթ օրը ավարտվեց խոշոր միջազգային տուրնիր, մինչև 18 տարեկանների։ 4 տուրնիր են կասկածել, մրցաշար, 2-ը մինչև 16 տարեկան, 2-ը մինչև 18 տարեկան։ Շաբաթ օրն ավարտվել, ուրեմն պարգևատրոնները, փակումը, հիմա էլ այսօր Ծաղկաձորում Davis Cup, Davis գավաթի որ մրցաշարից բացումն է, տնօրեն այնտեղ էր գտնվում։ Ասենք, բայց երեխաներն ինչ պետք է անեն, մարզիչները, դա մեզ չի տակրում, ասեցին։ Ու հերթով սկսեցին ամբողջ տարածքը նկարել եւ ուրեմն պլոմբել, ու մեզ դուրս թողեցին։ Հետո զանգ արեցին տնօրենը եկավ, իրանց դատապաշտպանը եկան, իրանք էլ իրանց հետ խոսեցին ու միասին մագնացին քննչական վարչություն։ Իսկ երբ է գործը հարուցվել, ինչ որ նման տեղեկություն։ Բացարձակապես չէ, բացարձակապես։ Այնքան անսպասելի էր, որ մեր մոտ հիմա էլ զուգահեռ ծաղկած բանում Ֆիզիկայի ինստիտուտում կոչվում է Ինկորտ ֆիզիկա, թենիսի կորտը գիտեք, այնտեղ 14 տարեկանների խոշոր միջազգային մրցում է դարձել։ Եվ քանի որ կորտերը զբաղված են մրցաշարի հետ կապված, մարզումները այստեղ են անցկացվում։ Եվ տեսակ այստեղ տարբեր ռուսներ եւ ոչ ռուսներ բոլորը այստեղ ժամերը վարված, այդ մարդիկ վճարված եկան խաղային կորտերում մարզվում էին։ Բոլորը հետ գնացին։ Զանգարեցին, հիմա բոլորը ինձ զգուշացնում են, որ մեր մոտ ամբողջ ժամերը զբաղված են, մինչև երեկոյան 11-ը, դիտի գիշեր է, էլի։ Խմբակային պարապմունքներ, անհատական պարապմունքներ, սիրողներ եւ այլն։ Հիմա հերթով զանգահարում ենք, որպեսզի չգաք ժողովուրդ անդորը ժամանակով, մեր հարցին ինչն է պատճառը, ասին անդորը ժամանակով կորտերը ձեր ուրեմն փակվում են։ Պարալիզացված է ողջ աշխատանքը։ Լրիվ աշխատանքը։ Մարզիչները, խաղացողները, բոլորը մարզիչներ են։ Ինչ պիտի անեն, ինչքան ժամանակ ունեն, ոչ մի պատասխան։ Ինչքան ժամանակով եք փակում, լավ, ասենք թե ինչ որ քրեական գործ հարուցվել, բայց թող գործը գնա, կորտերը գործեն, մեկը մեկի հետ ինչ կապ ունի։ Թղթերը տարեք, ինչ թղթեր պետք է, ուսումնասիրեք, ձեզ տնօրեն, չգիտեմ, այնտեղ դատապաշտպան իրանց հետ, կորտերը մարդիկ զբաղվեն։ Սա process է, չէ՞։ Դա մի անգամ չի կարա բերելու կանգնացնել ամեն ինչը։ Տեսեք, կարծես վերջին 2 տարիներին քաղաքապետարանի օրակարգում կար կորտերի առհասարակ այս հատվածում փակման հարցը։ Դուք այդտեղ ինչ որ պատճառահետևանքային կապ տեսնում եք։ Կներեք։ Վիկտորիա։ Ասենք որ չգնան էլի։ Наши корты закрыты. Играть не можете. Корты закрыты. Подойдите, вот сейчас, если вопросы есть, Галя вас ответит. Ուրեմն 2 տարի արտիշտ եք ասեմ, գուցե նույնիսկ ավելի այդ process-ը գնում, բայց այն ժամանակ մեր հարցին թե ինչ պետք է անենք, ասեցին, որ մոնումենտում տեղը հատկացվում, կառուցել ավելի շատ կորտեր, մինչև այնտեղ ուրեմն պատրաստ չլինի, այստեղ փակել բացի խոսել չի։ Պատասխանը եղել այդպեսին, այսինքն նա պետք է պատրաստ լիներ։ Այսօր փակում են, մենք վաղվանից շարունակում ենք մեր մարզումները, մեր աշխատանքը այնտեղ։ Պատասխան դենց է եղել մեզ։ Այնտեղ պատրաստ չի, ինչպես հայտ։ Նույնիսկ հատկացված չի տարածքը։ Այդ դեպքում ինչու են այսպիսի շտապողականություն, հա, ցուցաբերում։ Հաշտավորը վերևի բոլորից ամենաշատն է հուզում։ Ինչն է պատճառը։ Միանգամից sense էլի։ Ինչն է պատճառը չեմ կարող ասել։ Հայտնի է, որ այստեղ նաև ինչ որ ավտոկայանատեղի կա եւ այլն, հնարավոր համարում եք, որ ավտոկայանատեղի չկա։ Պետք է լիներ, հա։ Չգիտեմ, անկեղծ ասած, գիտեք, տարբեր խոսակցություններ կա, թե որն է իրականում ճիշտ, որն է համապատասխան իրականությանը, որը չի դժվար ասել, որտեղ օֆիցիալ ոչ մի բան չի ներկայացվել։ Թենիսի կորտերը նաև մշակութային նշանակություն ունի, հա, այսպես սովորութային ուժով գիտենք։ Ոչ բան, գիտեք, այս կորտերը
Երևանի ամենահին կորտերն է, որը հիմնադրվել է 57-58 թվականներին։ Արդեն տեսեք ինչքան ժամանակ է անցել, արդեն մոտ 70 տարի։ Դա առաջ կոչվում էր խորհրդային տարիները կոչվում Բուրևեստնիկ ընկերություններ դա։ Մինչև 90-ական թվական, երբ որ փլուզում խորհրդային միության անուտեսաբականաշնորհումներ, Բուրևեստնիկներ։ Այս կորտերում անցկացվել է սովետական խորհրդային միության առաջնություն, խորհրդային միության հերթություն։ Շատ ճանաչված խաղացել են թենիսիստներ, Ալեքսանդր Մետրևելի, Տարպիշև, չգիտեմ, Մարոզովա տամ, Լեյլա Մեսխե եւ այլ շատերը։ Ու այսօր կորտերը փակել, դու գիտեք Երևանում քանի կորտ կա։ Ուրեմն 6 կորտ ստեղ է, 8 կորտ ինքորտում է, դա Հրազդան կոմպլեքսում, 5 կորտ գտնվում է ուրեմն ֆիզիկայի գարադուկում, ոչ մի ինքորտ ֆիզիկա։ Այդ ինչ եղավ, ստե 6, 14, 19, ասենք են մի հատ հաշվեն 20, 2 կոր կարմիր խաչ 22, 2 հատ 24, 3 հատ էլ 27, մոտ 30 կորտ է, ընդամենը Երևան քաղաքում, ընդամենը 30 կորտ է։ Եվ այս հիմա 6 կորտն նորից արդեն անորոշ ժամանակով փակվում է։ Հարց ասա, այդ 200 երեխան, ինչ պիտի անեն։ Արձակուրդները, չէ, ամենալավ ժամանակն է, զբաղվում են սպորտով, չէ, որ դա միայն բիզնես չի։ Սա սպորտային, դա առողջությունն է, դա այդքան երեխա փողոցից կտրելն է, որ օրական 1 ժամ մինիմում կտրվում են փողոցից, դա միաժամանակ այդ երբ փողոցից կտրվում է, կտրվում է ծխախոտից, նարկոտիկից եւ այլ, զբաղվում է։ Հիմա երեխաները ինչ մելի սկսեն հեռախոսների մեջ գտնեն։ Գոնե գիտեն, որ շաբաթական 3 անգամ, ամեն երեխա, շաբաթ 3 անգամ, գալիս են մարզվում էին։ Հիմա փակվեց, սաղ կնիքել են, նույնիսկ սանուզելները, ասենք լավ, պահակը պիտի մնա, պահակը չի կրա գնա, ժողվի կա ստեղ, պահակը գոնե մի հատ սան հանգույցը թողեք, ես մարդը վերջը, մեզ հրամայված է բոլորը կնիքենք, վերջ, ահա պատասխանը, ուրիշ պատասխան չկա։ Ինչ-որ բան կա, որ կցանկանաք ավելացնել։ Կցանկանայի, որ մեր իշխանությունները, ոչ միայն քաղաքային իշխանությունները, այլ ավելի բարձր իշխանությունները, մի քիչ այդ հարցին վերաբերվեն։ Ոնց կարելի է լավ հետո։ Ինչ անենք, լավ, մենք ինչ անենք, այս մարզիչներն ինչ անեն, այդ երեխաներին ինչ անեն։ Հասկանում եք, ամոչ հարցերն է, պատասխան չկա։ Մենք չգիտենք ասում։ Մեզ ասել են գնացեք եւ բոլորը փակեք խոսքով։ Քրեական գործը հարուցված, կորտերը պետությանը պարտքեն, լավ, պետքանը պարտքեն, այդ քրեական գործը էլի դուք շարունակեք, ըստ կորտերը գործի։ Մեկը ինչ կա, ասենք որ փակեցիք, քրեական գործ արագացավ դա։ Կամ այդ քրեական գործը փակվեց, ես չգիտեմ, ես պատասխան չունեմ։